Իրինա Մկրտչյան Միր հեռուստաընկերություն, ես երկու հարց ունեմ։ 2026 թվականի ամենամեծ ծրագրերը, որոնք ֆինանսավորում են սպասում պետբյուջեից, բացի բանակին հատկացվող գումարը գիտենք, բայց այն մնացածը կուզեի ներկայացնեիք եւ կա ինֆորմացիա, որ այս տարի ծրագրերը, որոնք իրականացվում են պետության մասնակցությամբ, ազատվում են եկամտահարկից։ Ինչ գումարի մասին է խոսքը եւ մի քիչ ավելի մանրամասնեք այդ ծրագիրը։ Ենթադրենք սուբվենցիոն ծրագրերը, որոնք պետության մասնակցությամբ են արվում, իրենք ազատվում են եկամտահարկից։ Հիմա պատասխանեմ։ Ես չգիտեմ որևէ մեկին, ով որ ազատվում է եկամտային հարկից։ Ես գիտեմ, որ որոշակի ծրագրեր ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ մենք եկամտային հարկի մի մասը փոխհատուցում ենք։ Սա է հիմնական բանը, ես մոռացա իհարկե սրա մասին մանրամասն խոսեմ, որ մեր հարկային քաղաքականության նաև գործիքներից մեկը, իհարկե սա ոչ թե որպես արտոնություն ենք տվել, այլ նաև աջակցության ծրագիր ենք իրականացրել հետազոտական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին, որոշակի հնարավորություններ ենք տվել ավելի մեղմ հարկային ռեժիմում կամ հետվերադարձի պայմաններում այս աշխատանքները իրականացնել, այնտեղ իհարկե կան նաև որոշակի արտոնություններ եկամտահարկի հետ կապված, եթե չեմ ճիշտ եմ հիշում 10% է եկամտահարկը այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են գիտահետազոտական աշխատանքներով, նախկինում նման բան չի եղել եւ մենք փորձել ենք նաև սրանով համահունչ լինել ժամանակակից միջազգային տենդենսներին